Ներկայացնում ենք մենք տաղանդավորին հիմա դեպի դասական Եվրատեսիլ մրցույթում հաղթանակած երիտասարդ ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը հունիսի 6-ին Երևանում կայանալիք պատանի երաժիշտների Եվրատեսիլ մրցույթում կներկայացնի Հայաստանը։ Եվ նա մեր տաղավարում է սիրելի հեռուստադիտողներ եւ նրա հետ մեզ մոտ են նաեւ պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026 նախագծի պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանը, բարի լույս, եւ Վարդան Վիրաբյանը ռեժիսոր պրոդյուսեր Էլենի հայրիկը։ Բարի լույս, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք սկսում օրը։ Էլեն, շնորհավորում ենք եւս մեկ անգամ մեր տաղավարում առիթ չենք ունեցել շնորհավորելու։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել այստեղ մեզ մոտ։ Սկսենք ձեզնից, սիրելի Անուշ, ինչպես կգնահատեք այս տարվա մրցույթի մակարդակը։ Շատ բարձր, կարծում եմ, որ այս տարի եւս մեզ մոտ ստացվեց իրականացնել այս նախագիծը, կարծում եմ հիշում եք, որ 2024 թվականին եւս մենք իրականացրեցինք դեպի դասական Եվրատեսիլ նախագիծը ու ելնելով արձագանքից, պատանիների ոգևորվածությունից որոշեցինք այս տարի եւս իրականացնել։ Էլեն, իմանալուց հետո, որ դու ես մեր պատվիրակը այս տարվա, ինչ է փոխվել, ինչ զգացողություններ կան։ Պարզապես ես շատ ուրախ էի, դու կարաք պատկերացնեիք, որ քո անունը ասում են դու ուղղակի սենց։ Մենք արձագանքը տեսել Ճախրում ես, հա, Ես շատ ուրախ էի, շատ երջանիկ, ճիշտն ասած, մենք այն ժամանակ, երբ մենք սպասում էինք արդյունքներին, շատ հուզվում էինք բոլորս ու ինչպես ես ասել էի, բոլոր երաժիշտները շատ լավ էին նվագում ու շատ հետաքրքիր էր իրենց հետ շփվել, ժամանակ անցկացնել ու ուզում եմ ասեմ շնորհակալություն բոլորին, ով այդ Եվրատեսիլը արել է, սարքել է ու Անուշին շատ, որովհետև այդ շատ օգնում է պատանի երաժիշտներին, համ փորձը, համ էլ շփվել շատ լավ է։ Դրա համար ուզում եմ ասել, որ ես շատ ուրախ էի ու ինձ սենց Մենք ինչքան ուրախ ենք։ Հայրիկին Վարդանին Վիրաբյան, հետաքրքիր է ինչպես է սկսվել Էլենի ճանապարհը դեպի ֆլեյտա եւ այդ ընթացքում ինչ դժվարություններ եք հաղթարել։ Իհարկե հասկանում եք խոսքը ինչ դժվարությունների մասին է։ Դե դժվարություններ բոլոր մասնագիտություններում կան հենց սկզբից, բնականաբար ով որ կարողանում է հաղթահարել աշխատանքի միջոցով, ծանրագույն աշխատանքի միջոցով այդ դժվարությունները, նա էլ վերջում, ոնց որ ասում են, դափնիները քաղում են։ Եվ իմ մեծ խորհուրդը մյուս լավ մեր հեռուստադիտողներին, նրանց ծնողներին, որպեսզի հետևեն, որպեսզի շատ աշխատեն իրենց բալիկները, որովհետև դա միակ ուղին է դեպի Օլիմպ։ Այս շատ աշխատելու մասին էր խոսք վերաբերում էր դժվարություններին։ Ու շատ լուրջ է վերաբերում իր ելույթներին, անգամ հիշում եմ, որ եզրափակչից առաջ բոլոր մասնակիցները հավաքվել էին, նվագում էին, երգում էին, անգամ շփվում էին, բայց Էլենը առանձնացել էր ու պարապում էր, այո։ Իրականում մենք հենց եզրափակչի տեսաբացիկում էլ լսեցինք, որ դու ասացիր, որ այս ճանապարհը քեզ համար բաց թողնված խնջույքներն են, վաղ սկսված առավոտները, դժվար չէ այդպես ապրել։ Իհարկե դժվար է, դու պետք է կամ գնաս ժամանակ անցկացնես քո ընկերների հետ, կամ էլ գնաս պարապես։ Պարզա որ դու որ փոքր ես, դու ավելի շատ կընտրեիր առաջինը, բայց դե ոնց որ մամաս պապաս ինձ լավ ճանապարհ էին դնում, որ ես դառնամ լավ երաժիշտ ու պարզա արդեն հիմա ես լինելով 15 տարեկան արդեն այդ հասկանալով ընտրում եմ այն ճանապարհը, որ ինձ կօգնի լավ հավաքվեմ ու լավ ելույթ ունենամ։ Մենք ի վերջո հասկացանք, որ կան կանոններ, պարտադիր պայմաններ, որոնք հատկապես կարևոր ելույթներից առաջ, չնայած չկան, չէ՞ անկարևոր ելույթներ, բոլոր ելույթները կարևոր են, որ ելույթներից առաջ դա քեզ մոտ պարտադիր պայման է, առանձնանալը, կենտրոնանալը, բայց սա ինչ սանդղակ է այս մրցույթը քեզ համար եւ ինչ նորություններ ինքդ քեզ համար կբացահայտվես եւ ինչպես ես պատրաստվում այս ելույթին հատկապես։ Ճիշտն ասած, Եվրատեսիլին համար շատ կարևոր ելույթ է ու ես շատ ուրախ եմ, որովհետև հենց նվագել եմ
Հայաստանում ու Խաչատուրյանի կոնցերտը Հասան գաղտնիքն արդեն բացեցին։ Արդեն ասացիք, մենք դեռ պիտի հարցնեինք դրա մասին։ Բայց լավ, թող իմանան։ Փաստորեն ամեն դեպքում խորհրդանշական այս որոշումը կայացվել է եւ Խաչատրյանի ծննդյան օրը դու բեմում կատարելու ես Խաչատրյան։ Հա։ Հրաշալի է։ Իհարկե մի փոքր դժվար է կրճատումներ անել, քանի որ ինչպես գիտեք, այս մրցույթում թույլատրվում է 6.5 րոպե ստեղծագործությամբ ներկանալ։ Այս դեպքում փոքրինչ դժվարանում ենք, բայց պետք է փորձենք ինչ-որ կերպով տեղավորվել 6.5 րոպեի մեջ։ Ամենաարդյունավետ հատվածն է կընտրելու, այդ առումով կասկած չկա։ Առաջարկում ենք մի պահ լսել ստեղծագործությունից հատված, որով Էլենը հաղթեց դեպի դասական Եվրատեսիլ մրցույթը եւ դարձավ մեր պատվիրակը։ Ինչ Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախի, ճիշտ եմ, չէ, նշում կոմպոզիտորի անունը, ֆլեյտայի եւ նվագախմբի համար կոնցերտի 3-րդ մասի կատարումն էինք մենք հիմա լսում, որով եւ Էլենը դարձավ մեր պատվիրակը։ Իրականում մենք գիտենք, որ քո այս ճանապարհը շատ կարևոր հիմքեր ունի, որովհետեւ ծնվել ես մի ընտանիքում, որտեղ երաժշտությունը միշտ է դեր ունեցել։ Քո մայրիկը քո ուսուցչուհին է, ճիշտ է։ Դա հեշտ է թե դժվար, երբ Նայած կյանքի դու մասնագիտությանդ վարպետը մայրիկն է։ Եվ դու անդադար ուզես վարպետիդ հետ ես։ Մեծ պատասխանատվություն է, չէ՞ դա։ Համ պապաս այն հետ պարապում, համ մամաս է պարապում, ուրեմն սաղ կյանքի ամբողջ կյանքս ես ոնց որ պարապմունքի մեջ եմ։ Հետաքրքիր ու կարևոր ճանապարհ է հիմա բացվում։ Անուշիկ, ինչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի մեր մասնակիցները, այս դեպքում Էլենի գլխավորությամբ, մրցույթից հետո կարողանան քաղել բոլոր այն դրականները եւ կարևորները, որոնք հնարավորություն է տալու մրցույթը։ Գիտեք, իրականում այս մրցույթը իսկապես շատ լայն հնարավորություններ է տալիս մասնակիցներին ու շատ լավ հարթակ է ներկայանալու ու շատ մասնակիցների երազանքներ են կատարվում այս մրցույթի շնորհիվ։ Շատ մասնակիցներ, օրինակ Էլենը գիտեմ, որ մեծ փորձ ունի, չէ, նվագախմբի հետ ելույթ ունենալու, բայց պատկերացրեք մասնակիցներից շատերը այդ փորձը չեն ունեցել ու փաստորեն այս մրցույթի շնորհիվ նաև նրանք նոր փորձ են ձեռք բերում նվագախմբի հետ միասին ելույթ ունենալու, այն էլ առաջին ալիքի եթերում, կարծում սա իսկապես շատ լավ հնարավորություն է իրենց համար ու դատելով այս տարվա եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից հասկացա, որ շատերը մասնակցել էին նաև 2024 թվականի մրցույթին, սա ևս մեկ ապացույց է, որ նրանց դուր է եկել այս մրցույթը եւ նրանք վերադարձել են։ Վարդան, հետաքրքիր է ձեր զգացողությունները որպես ծնող, թե եզրափակիչ փուլի ժամանակ, թե հիմա ինչպիսին են, կա անհանգստություն, թե արդեն սովորական է ձեզ համար այս ընթացքը, որտեղ Էլենը այնքան մրցույթների է մասնակցել, որ վաղուց արդեն հանգիստ եմ ես նստած դահլիճում, երբ որ մրցույթ է կամ շատ կարևոր համերգ է Էլենի կատարմամբ, վաղուց հանգիստ եմ նստած, վայելում եմ, որովհետև անհանգիստ պետք է լինես տանը։ Առաջի օրվանից։ Այսինքն, եթե մենք պլաններում ունենք 4 ամիս հետո ելույթ, կամ 3 ամիս հետո, հա, որևիցե մի մրցույթ շատ կարևոր եւ այլ, այսինքն մենք Եվրատեսիլին գուցե չիմանալով դրա մասին դեռ,
հա, որ վերջնական լինելու է, չի լինելու դա։ Մենք արդեն Խաչատրյանը մի տարի առաջ արդեն լավ պատրաստված վիճակում, արդեն ելույթներ ենք ունեցել Սանտ Պետերբուրգում, Ժուկովսկի քաղաքում, Մոսկվայում, այսինքն եւ հիմա մեծ հնարավորություն է։ Նաեւ Երևանում են ելույթ ունեցել, բայց դաշնամուրի նվագակցությամբ։ Այո։ Այս ստեղծագործության մրցույթի մասնակցել է թե ոչ։ Խաչատրյանի ստեղծագործությամբ։ Մրցույթի, այո, բացառիկ մի մրցույթ եղավ եւ բացառիկ մի կարելի ասել նույնիսկ համաշխարհային ռեկորդ անցած տարի 14 տարեկանում Էլենա Սանտ Պետերբուրգի Օլիմպ մրցույթում, միջազգային մրցույթում եզրափակիչ փուլում նվագեց ամբողջ Խաչատրյանի կոնցերտը 38 րոպե շարունակ։ Դա 14 տարեկանում ոչ մի ֆլեյտահար երբևիցե չի նվագել 14 տարեկանում նվագախմբի հետ 3 մաս Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը։ Եվ այս ամենը ցուցադրվեց հերոստալիքով, կուլտուրա հերոստալիքով, որը նաև հաղորդավարը նշեց այդ բացառիկ իրադարձության կապակցությամբ, նշեց, որ դա համաշխարհային ռեկորդ է եւ պատմության մեջ ոչ մեկ դեռ չի նվագել 14 տարեկանում։ Շատ լուրջ ենք պատրաստվում իսկապես այս տարվա մրցույթին եւ լուրջ է պատրաստվում նաեւ առաջին ալիքը անոշիկ կան ինչ որ փակագծեր, որոնք այս փուլում կարող ենք բացել հունիսի 6-ի հետ կապված, թե դեռ ոչ։ Դեռ ոչ, կարծում ինչքան մոտենան օրերը կրկին կհանդիպենք ու ավելի փակագծեր կբացենք, բայց կարող եմ միայն ասել, որ այս օրերին իսկապես առաջին ալիքի թիմը շատ մեծ ուժով աշխատում է այս պրոյեկտի իրականացման շուրջ ու նաև պատվիրակության, հա, Էլենի աշխատանքներն են արդեն Էլենի մասով աշխատանքներն են արդեն տարվում, փորձեր, դե գիտեք, արդեն ստեղծագործության ընտրություն, այդպես ամեն ինչ դեռ արժևում է։ Ես հաջողություն եմ մաղթում Էլենին ու մի բան ասեմ, դուք էլ կհիշեք 2024 թվականին Էլենը հայտ էր լրացրել ու ինչ պատճառներով չէր ստացվել մասնակցությունը։ Սա էլ ապացույց, որ ամեն ինչ լինում է ճիշտ ժամանակին եւ հուսամ սա նշան է ու շատ լավ նշան է։ Էլեն, իսկական պահն է երազելու, մենք ուզում ենք, որ դու միշտ երազես, որովհետև դա ամենագեղեցիկ շրջանն է ու դրանք հետո կդառնան նպատակներ ու կդառնան իրականություն։ Քեզ մաղթում ենք հաղթանակներ, շնորհավորում ենք ու թող միշտ հայրիկդ այսքան հիացմունքով խոսի քո մասին։ Դու էլ այնպես ես ճպտում կարծես այն հաջողությունները, որ ունես, քեզ շատ հեշտ է տրվում, բայց դա իհարկե սիրելի աշխատանքով, սիրելի երաժշտությամբ զբաղվելու շնորհիվ է։ Օրվա լավ շարունակություն ձեզ։ Վստահ եմ դեռ շատ ենք հանդիպելու մեր տաղավարում ու շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ սկսեցիք։ Մենք եք շնորհակալ, բոլորիս հաջողություն։ Իսկապես բոլորիս հաջողություն։